dying to make it here. Please, sir, make it here. I'll do anything, sir. Թրամփն աշխարհի համար նոր մաքսատուրքեր է սահմանել ու հարվածել բազմաթիվ երկրների տնտեսությունների։ ԱՄՆ նախագահի մաքսատուրքերը չեն շրջանցել անգամ Խաղաղ օվկիանոսի այս պինգվինաշենը։ Դե այստեղ մարդ չկա, միայն պինգվիններ։ Բայց միայն իմանաք, թե որ երկիրն է շրջանցել առևտրային այս պատերազմը։ Ռուսաստանը։ Եթե կասկածամտորեն բարձրացրել եք ձեր աջ հոնքը, եկեք շարունակենք։ Ռուսաստանն ԱՄՆ-ի առևտրային գլխավոր գործընկերների ցանկում չէ, ավելին, երկկողմ առևտուրը մարել է, երբ Կրեմլը Ուկրաինայի դեմ պատերազմ սկսեց ու ԱՄՆ-ից պատժամիջոցներ ստացավ։ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առևտուրն այո մարել է, բայց հոչ ասացինք լրիվ հանգել է։ Միացյալ Նահանգները մինչ օրս մեծ քանակի պարարտանյութ է ներկրում Ռուսաստանից, նաև ուրան եւ որոշ քիմիկատներ։ Միայն 2024-ին այս առուծախը մոտ 3.5 միլիարդ դոլար է կազմել։ Բայց դրանց վրա Դոնալդ Թրամփը նոր մաքսատուրքեր չի սահմանել, որովհետեւ ըստ վարչակազմի սա բանակցային խաղաքարտ է։ Ասում են Պուտինի հետ շարունակվող բանակցություններն են պատճառը, որ Ռուսաստանը ժամանակավորապես բացառվել է այս ցանկից։ Այո, Մոսկվան ու Վաշինգտոնն իրոք բանակցային բարդ շրջափուլում են, այդ թվում Ուկրաինայում հրադադարի հասնելու հարցում։ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Մոսկվան համաձայնի հրադադարին, իսկական հրադադարին։ Ինչ է ստացվում։ Ըստ տրամաբանության ԱՄՆ կարող է Ռուսաստանի համար մաքսատուրքեր սահմանել, եթե Մոսկվան իրական ջանքեր չներդնի Ուկրաինայում հրադադարի հարցում։ Ասենք օրինակ մաքսատուրքեր ռուսական պարարտանյութերի վրա։ Այստեղ հարցն այն է, որ ամերիկացի ֆերմերները Սպիտակ տան հիմնական ընտրազանգվածի մի մասն են։ Եթե պարարտանյութերի գները բարձրանան, կաճեն նաև ֆերմերների գանգատները։ Նույնը վերաբերում է նաև ուրանին։ ԱՄՆ փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական ուրանից, որն օգտագործվում է ատոմային էլեկտրակայաններում։ Բայց եթե մատակարարման թելը կտրեն, պայմանական ամերիկացի Ջոնի ընտանիքն ավելի շատ լույսի փող կտա։ Իսկ դա արդեն լավ չէ։ Ինչ է ստացվում։ Աշխարհի շուկաներն ու բորսաները պայթեցրած ամերիկյան մաքսատուրքերն առայժմ միայն հեռվից են թակում Կրեմլի դուռը բանակցային խաղաքարտի կարգավիճակով։